Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-531 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաեւ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան Այսել Իսայանին։ Բարի ձեզ, պարոն Իսայան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Խոսենք մեր իրավական համակարգում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Պետությունը Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, $3 միլիոն, 985 միլիոն դրամի պարտատոմսեր, 1.4 միլիոն դոլարի ավանդ։ Այս մասին օրերս հայտարարեց գլխավոր դատախազը ազգային ժողովում տարեկան զեկույցի ժամանակ։ Այս ամենը իրականություն կդառնա, թե սրանք պարզապես հայտարարություններ էին։ Նախ շնորհակալություն Տիկին Պետրոսյան հրավերի համար։ Դուք մի մասը ասեցիք այն բոլոր գույքերի, որոնք որ պետությունը ցանկանում է բռնագրավել Ռոբերտ Քոչարյանից, նրա կնոջից, Բելլա Դարփինյանից, որդիներից, հարսներից, մի մասը չասեցիք։ Իմ կարծիքով սա իրականություն չի դառնա։ Սա ընդամենը Եվս մեկ խաբկանք է ժողովրդի աչքին թոս փչելու համար, որտեղ այն գլխավոր դատախազը, որը որ մտել էր ազգային ժողով եւ ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանից բռնագանձվող հօգուտ պետության գույքերի հետ կապված, վաղուց արդեն հանձնարարած կլներ, որպեսզի մեր կողմից բացահայտած եւ արդեն 2024 թվականի հունվարի 27-ից եթե չեմ սխալվում 17-ից կամ 27-ից Արարատի մարզի դատախազի սեղանին դրված պետությունից գողացված 8 գույքերի հարցը հանձնարարությունը տված կլներ, գործ ուղարկված կլներ հակակոռուպցիոն կամ մեկ այլ բան եւ այդ գույքերը վաղուց արդեն վերադարձած կլինեին։ Սակայն քանի որ տվյալ գործընթացը չի եղել, հիմա հարկավոր է ապացուցել որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները կատարել են քայլեր, որոնք հակաիրավական են եւ այլն։ Ես Քոչարյանին չեմ պաշտպանում, իսեր Աստծո։ Մենք ընծա դիտում ենք ումից որ կա հիմնավորեն, թող հետ վերադարձնեն։ 7 տարիների ընթացքում էլ Չագուջ, էլ Մանգաղ, էլ Բանձիկով չգիտեմ ինչ ասես Նիկոլ Փաշինյանը սկսեց ներկայացնել ու ճոճելը։ Էլ չգիտեմ, քյաբաբար հետ վերում։ Ցորենի հատիկներն էր հատիկ բերում։ Այս բերել ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ հաշվետվությամբ հանդես եկավ ազգային ժողովի ու ցանկը ցույց տվեց, թե ինչեր ենք կարողացել ներողություն, դուք տարիների ընթացքում ռեյնջեր նկատի ունեք։ Միայն ոչ ռեյնջերը։ Ուրեմն Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այն գույքերից մեկը մթերման գրասենյակի շենքը, եթե հետ վերադարձվի եւ վաճառվի, դրա գումարը գերազանցելու է Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում թվարկված գույքերի ընդհանուր գումարին եւ երևի մի բան էլ գերազանցի։ Ուրեմն այն 8 գույքերը, որոնք որ պետությունից խլվել են Արարատի մարզում, որոնց մասին ես խոսում եմ, եթե դրանք հետ վերվեն եւ գնահատվեն, դրանց գումարը, ընդհանուր հանրագումարը գերազանցելու է Նիկոլ Փաշինյանի կողմից թվարկված ամբողջ հանրագումարին։ Այն կերած քյաբաբներն ու 2003 թվի ռենջն էլ Նիկոլին նվեր։ Ինչի մասին է խոսքը։ Հարգելի Տիկին Պետրոսյան, ես երբեմն զարմանում եմ, որ լրագրողները վերցնում են ուղղակի ազգային ժողովի ամբիոնից կամ չգիտեմ մեկ այլ մամուլի էջերից ինչ որ հրապարակում, որը կատարել է երկրի թիվ 1, երկրորդ 16-րդ 22 հանած 2-րդ դեմքը, ինչի մասին եք խոսում։ Ես բացահայտ հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Հայաստանի Հանրապետության գործող վարչակազմը, հայդեպ ասեմ, ըստ իս, ուրեմն գլխավոր դատախազի կողմից կատարված հայտարարությունը, դա ընդհանրապես ծածկելու համար էր մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի խայտարակ ներկայությունը Մոսկվայում։ Հիմա տեսեք, պատմության բոլոր էջերում կա եւ դա թաքցնել հնարավոր չէ, որ Թամանյան դիվիզիան մտավ Բերլին, այնտեղ պարեցին հայկական քոչարին,
Վերցնիր գոնե հոկտեմբերի շորեր հաղթներ մի 30 քպական երեխեքի տաներ այնտեղ թող բանձիկներով բաներով դրոշ ծածանեին այ խեղկատակ Եկեք Չէ իմ համար այդպես է ես ներողություն եմ խնդրում դուք ինձ հրավիրել եք տաղավար Ես հրավիրել եմ, բայց իմ ասած խոսքերի համար պատասխանը տալիս եմ ես Բացի դրանից մենք ունենք որոշակի պայմանավորվածություն եւ մեր եթերը չենք Այ հիմա օգտագործում հասկացաք ինձ հարգելի Տիկին Պետրոսյան թե ինչն էր զուգահեռը ընդհանրապես զուգահեռը քոչարյանական գույքը ցուցադրելու որպեսի Մոսկվա գնալու այդ ամբողջ հա ասենց չգիտեմ ինչ կրկեսը ծածկելու ժողովրդի ուշադրությունը շեղել Մոսկվայից Հայաստան իրականությունից անիրականություն դե հիմա եթե շեղված լիներ այդ ժողովրդի մի մասնիկն էլ ես եմ կազմում դա նկատած չէի լինի եւ դրան իմ գնահատականը չէի տա Դուք ասում եք որ ամեն դեպքում այս գույքերը ետ չեն վերադարձվելու Ամեն դեպքում այդ գույքերի ամբողջական ցանկը ետ չի վերադարձվելու չեն կարողանալու հիմնավորեն Եվ սա հերթական շոուն է, որը արդեն 7 տարի է, 7 տարի արգել Տիկին Պետրոսյան 2018 թվականի մայիսի 8-ին ազգային ժողովում այդ ցավոտ օրը, այդ խայտառակ օրը տեղի ունեցավ եւ բոլորս դրա վկաներն ենք։ Շատ վաղուց չի 7 տարի։ Եվ այս 7 տարիների ընթացքում 21 թվականի, ես կասեմ ավելին, 21 թվականի հունիսի ընտրություններին Անթառաջ նա ներողություն խնդրեց բոլոր կալանավորներից եւ ասեց որ նրանք մեզ մի երկու ամսով կներեն որ մնան գերիների մասին է խոսքը իրանք ասում են ռազմագերի ոչ դավաճանված տղերքի մասին է խոսքը որտեղ նրանք գնացին այնտեղ որը որ համարվում էր հայկական տարածք գոնե նոյեմբերի 9-ի պայմանավորվածության շրջանակներում ստորագրված կապիտուլյացիոն ակտի շրջանակներում այդ տարածքից ոչ մեկի չպետք է տանեին բայց միջև հիմա այնտեղ են գտնվում տղերքը ու հերթական ներողություններն աշարունակում այս պայն առավել եւս խաղաղության պայմանագրի շրջանակներում նույնիսկ գերիների անունը չի հիշատակվում ոչ մի հանդիպումների շրջանակներում հալավ Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցիչը հարց բարձրացրեց մի այլ վայրում մեկ ուրիշ է այստեղ այսեր իսանը այնտեղ չգիտեմ ով հարցը այդպես չեն բարձրացնում աշխատում ով Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է որ իրենք են աշխատում պարզապես չեն բարձրացնում հարցեր որոնք կարող են վնասել մեր գերիներին Որ վնասի մասն է խոսքը Գերիները արդեն վնասված են Տիկին Պետրոսյան Գերիները 20 թվականի նոյեմբերին երբ որ գնացին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երբ որ գնացին նրանք գնացին որպեսզի պաշտպանեն մնացած մասունքը հայրենիքից, Արցախից, բայց իրանք դավաճանվեցին։ Ինչ արեցին, աշխատեցին, ճիշտ եք ասում, ընտրությունների նախորդին, ընդառաջ, ասեցին, որ 2 ամսով ներողություն են խնդրում։ Անցել է քանի ամիս, 48 ամիս է սա շուտով կլրանա։ Այո, 48 ամիս։ 48 ամսվա ընթացքում եթե չեմ սխալվում, փիղը ծննդաբերում է 7 տարում։ Սպասենք գուցե եւս 3 տարի, որպեսզի քպական աշխատանքը 7 տարվա փղի հղիության նման ծնդաբերի եւ մենք արդյունք ունենանք փղի ճուտ։ Նկատի ունեք, որ այս բոլոր հայտարարությունները սրանք ամեն մեկը խապկանք է եւ իմ համար դատարկություն է, էական չի ով է հայտարարություն իրականացնողը։ Ինձ համար դա ընդհանրապես ժողովրդի աչքին թոս փչել է, որտեղ ուշ թե շուտ գալու է ժամանակը։ Քիչ է մնում, ընդհանրապես 1 տարի հետո լինելու են նոր ընտրություններ եւ այսօրվանից պատրաստվել ընտրություններին ամեն ինչ անելով դա իմ համար արդեն սովորական դարձած զզվելի երևույթ է որին Այսինքն այս ամեն ընտրություններից առաջ նկատի ունեք քարոզարշավը Տիկին Պետրոսյան եթե հիշում եք ընդհանրապես ամիսներ առաջ ես այստեղից ձեր հետ նույնպես հենց այս տաղավարից ասեցի որ ժողովուրդը Գյումրիում Փարաքյարում չպետք է թույլ տա որպեսզի ԿՊ-ն վերարտադրվի Հիշում եք Ձեր խոսքերն Ժողովուրդը թույլ չտվեց Այո, ժողովուրդը թույլ չտվեց, որպեսզի վերարտադրվի։ Ժողովուրդը ընտրեց այն անձանց, ովքեր հետո դարձան մեկ ընդհանրական բռունցք եւ Մարտուն Գրիգորյանը նույնպես հայտարարեց, որ չի կարող ժողովուրդը ընտրեց, բոլորը ընտրեցին Վարդան Ղուկասյանին։ Բոլորը ընտրեցին գոյություններ եղան, Պետրոսյան։ Միացան Վարդան Ղուկասյանին։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը շատ հստակ թելադրում է կոալիցիա կազմելու եւ ոչ կոալիցիոն։ Տարբերակով նույնպես իրենց քվեները, իրենց մանդատները կամ
ավականու անդամները, որպիսի կողմ քվեարկեն այն անձին, ով ժողովուրդը ավելի մեծ հավանություն է տալիս։ Եվ եթե դուք կարծում եք, որ Մարտուն Գրիգորյանը կամ մնացածը, կամ իմ շատ սիրելի դերասանը Ռուբենը Մխիթարյան, եթե նրանք ժողովրդի կամքից ելնելով իրենց քվեն չփոխանցեին Վարդան Ղուկասյանին, այսօր մենք կունենայինք Գյումրիում եւ Փարաքյարում, չնայած Փարաքյարը փայլուն հաղթանակ տարավ։ Փայլուն էր նաեւ Վարդան Ղուկասյանի հաղթանակը միասնական ուժով։ Բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ այն ինչ որ այսօր ներկայացվում է, այն ինչ որ ազգային ժողովում քննարկման առիթ է դառնում, հիմա տեսեք ընդամենը ժամերի տարբերությամբ, եթե ոչ օրերի, Նիկոլ Փաշինյանի պահվածքը ազգային ժողովում եւ դրանից հետո կամ առաջ գլխավոր դատախազի հայտարարությունը։ Ինչ մասն է խոսքը։ Ինչ մասին։ Լավ, կհետևենք իրադարձություններին, կտեսնենք ով է ճիշտ, դուք թե իրականում դատախազությունը գործի կան։ Ցավոք սրտի ես միշտ ճիշտ եմ դուրս գալիս։ Հիմա ձեր ճշտի հետ կապված։ Հոկտեմբերյանի ոստիկանությանը դուք միշտ գովերքում եք եւ մեր հաղորդումների ժամանակ նույնիսկ մյուս մարզերին խորհուրդ եք տալիս, որ գան, սովորեն, ինչպես աշխատի ոստիկանությունը։ Հոկտեմբերյանի ոստիկանության հետ կապված ապրիլի վերջերին Արաղ Արագոզյանը տեսանյութ հրապարակեց, իր տուժածի կողմից էր տրվել դա, որ քաղաքացուն դաշնաբռնության է ենթարկում նախ իր տանը եւ հետո ոստիկանության բաժանմունքում։ Այդ տեսանյութը համացանցում կան, լուսանկարները կան։ Դա ձեր հոկտեմբերյանի ձեր նկատունը, որտեղ ձեր ոստիկանության բաժանմունքն է։ Հիմա ինչպես վարվել քաղաքացին ում հավատա։ Այսր Իսայանին, ով միշտ գովերքում է ոստիկանության այդ բաժանմունքը իր օբյեկտիվ եւ արագ աշխատանքի օպերատիվ աշխատանքի համար, թե փաստաբան Ղարագոզյանին, որը եւ շատ գործեր է բացահայտել, մի խոսքով վստահելի փաստաբան է, հիմա ում հավատանք ով է այստեղ ճիշտ։ Ճիշտ քաղաքացին պնդում է, որ իրեն բռնության է ենթարկել։ Ներքին գործերի նախարարությունը հերքեց բացատրություն տալով, որ պարզապես չի հնազանդվել ոստիկանների հրահանգներին եւ նման բռնություն դա չի եղել, դա պարզապես կարգն է այդպես եղել։ Հարգելի Տիկին Պետրոսյան, բնականաբար երբ ինձ հրավիրել եք, համոզված եք եղել, որ ես իմ հոկտեմբերյանի հետ կապված եւ իմ արմավիրի բաժնի աշխատակիցների հետ կապված դատարկ ձեռքով չեմ գալու, որովհետև իրականում այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվում են եւ որտեղ ոստիկանությունը պարտավոր է շատ արագ արձագանքել, բացահայտելու, կանխելու, չթույլատրելու, ես միշտ ասել եմ, հոկտեմբերյանը առաջատարների շարքում է։ Եվ ես շատ մեծ ցավով եմ նշում հիմա, որ հոկտեմբերյանի կամ Արմավիրի մարզի առհասարակ ոստիկանության ստաժավոր տղերքից, ովքեր այս պահին ուղակի գնացել են թոշակի, ոստիկանության պետի կամ նախարարի մակարդակով պետք է որոշում կայացվի ավելի բարձր պաշտոնների նշանակեն հոկտեմբերյանից թոշակի գնացած այնպիսի տղերքի, ինչպիսին են մեկը հենց Նշանը Հախնազարյան, որը շատ ընտիր օպերատիվնիկ է եղել, շատ ընտիր հոյակապ։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ այս պահին մեր երկու աշխատակիցներ հոկտեմբերյանից մեկը նշանակվել է Մեղրի բաժնի պետ, երկրորդը Ղափանի բաժնի պետ, դա իմ համար հպարտություն է։ Հպարտություն է ինչի համար, որովհետև նրանց օրոք հանցագործությունները շատ արագ բացահայտվել են, կանխվել են, հիմա էլ Բդոյան Արտուրի կողմից ղեկավարվող կառույցը, Արմավիրի մարզային քրեական վարչությունը շատ ընտիր ու օբյեկտիվ աշխատում է։ Եվ հիմա շարունակել հոկտեմբերյանի հետ կապված միսը առանց ոսկոր չի լինում։ Բայց տվյալ պարագայում, ինչ որ ներկայացրել է հարգարժան պարոն Ղարագոզյանը, ես ցավով եմ արձանագրում, որ երկու տեսանյութից մեկը զվուկ չունի։ Այսինքն ձայնը անջատած է։ Դե արդեն հասկանալի է, ինչ ով էր ունքֆուր տալի։ Ոստիկանները տուժողին, թե տուժողա, ենթադրյալ տուժողին, թե տուժող ոստիկաններին։ Եթե ոստիկանները տուժողին լիներ, համոզված եմ, եւ թող պարոն Ղարագոզյանը ինձ հերքի, որ զվուկը անպայման լինելու էր, որովհետեւ տեսեք ոստիկանները այս մարդուն։ Ով է տվյալ մարդը, չեմ ճանաչում, երբեք չեմ հանդիպել, հետը չեմ առնչվել եւ այստեղ գալուց առաջ ես ուզում եմ հիմա հարգելի Տիկին Պետրոսյան Այս բոլոր գործերը, որ ես հանել եմ դատալեքսից, ուրեմն վերաբերվում է տվյալ անձին։ Հիմա ես
այստեղ ընդամենը երկու տարբեր դրվագի կանդրադառնամ, ուրեմն նախկինում Սերգեյ Կարոյ Աբրամյան ծնված 86 թվական դեկտեմբերի 8-ին Սյունիքի մարզկապան քաղաքում։ Դատապարտությունները սկսել է Սյունիքից, Կենտրոնից, Մալաթիա Սեբաստիայից, Արմավիրից, Կոտայքի մարզից, ունի բազմաթիվ հաշտության ելքերով նույնպես։ Այսինքն անց, ով որ բոլոր կատարած արարքներում իրան մեղավոր է ճանաչել վերջում եւ դատարանը մեղմա վերաբերվել։ Այսինքն մի քանի մոտ մի տասնյակ հանցագործ արարք ու դատվատության ելքերով։ Հիմա ես ցանկանում եմ ձեզ մեկ դրվագ ընդամենը եւ մեր բոլոր հեռուստադիտողների համար։ Այն ինչը որ հետա վերադարձվել, սա ես խոսում եմ մեկ քրեական գործ տարբեր դրվագներով։ Օրինակ այս քրեական գործը 20.03.2012 թվական Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունը պաշտպանում է եւ այնտեղի։ Ուրեմն ես հիմա ընդհանրապես անդրադառնամ հետ վերադարձված գույքին, հա։ Շատ ժողովրդին չձանձրացնենք, որովհետև դրվագները 177-ի երկրորդ մասի երրորդ կետ, 177 երկրորդի երկրորդ, երրորդ, 177-ի երկրորդ մասի երկրորդ, երրորդ կետերով, 177-ի երկրորդ մասի երկրորդ, երրորդ կետերով, 177։ Սրանք դրվագներ են։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը հստակ թույլատրում է, որպիսի առանձին դրվագներով գնահատվի կատարված արարքները։ 177 երկրորդ մաս երրորդ կետ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա այն ինչը որ վերադարձվել է որպես գողոն, եթե չեմ սխալվում, այստեղ հստակ խոսում է ոսկյա իրերի մասին, ասենք բիժուտերիա չէր, էլի, 170 դրամանոց են մետրոյի անցումների տակ դրված։ Ուրեմն այս ամբողջ ցանկը միջև այստեղ, սա գողոններն է, որոնք հետ են վերադարձվել։ Հիմա ամենա հետաքրքիր դրվագ ես ձեզ ասեմ, դուք ասեք պարոն Իսահակյան, ինչի համար եք այդպես ասում։ 86 զույգ ականջողեր, ոսկյա, 29 զույգ ձեռքի շղթաներ, 19 զույգ վզնոցներ, իրենց ականջողերով 25 վզնոցներ, 117 մատանիներ։ Հարգելի տիկին Պետրոսյան, դուք ո՞նց եք մտածում։ Քննիչը պետք է գնա, առաջի հարկից են Լավ, մեր օրենքն ասում է տուժողին նման ձևով, ոստիկանության բաժանում։ Դուք չեք թույլատրում, որ ես վերջացնեմ։ Դուք ուզում եք բացատրել, ոչ, դուք չեք թողում, որ ես ավարտեմ, որպեսզի եւ ձեր համար, եւ ժողովրդի համար իմ ասած ավելի մատչելի լինի, հա, ավելի մարսողականը։ Հիմա տեսեք, անձը կատարել է արարք եւ հոկտեմբերյանի մեր Արմավիրի քննչականի քննիչը անկեղծ չգիտեմ ով է վարում գործը։ Են բան կար, չէ, 90-ականների գովաստ կար են ձայնամեկուսիչ պատուհանների հետ կապված։ Գնա ներքևից կանչի Սերգեյ, այնտեղ դուրը ծեծեն ասեն Սերգեյ ջան, եթե քնած ես վեր կաց, որովհետև քնիչը քեզ սպասում է, մենք ենք մեր սարերը, գողություն են կարել, գողություն, Սերգեյը գործով անցնում է քննչականով, քնիչը հրավիրում է չի գնում։ Դրանից հետո բնականաբար քննիչը պետք է կայացնի բերման որոշում։ Որոշումը փոխանցվում։ Ներողություն, որոշումը փոխանցվում է ոստիկանությանը։ Ոստիկանությունը գնում է հիմա, եթե այստեղ ուշադիր նայեք, թող ցանկացած անձ ինձ հերքի, ասի որ ոստիկանության աշխատանքները բերման որոշումը կայացնելուց գալիս են, մի հատ էլ ումը որ պետք է բերման որոշեն։ Մի հատ ասում են Քուր ջան, կոֆեիս մեջ 2 հատ շաքար կգցես, ես քաղցր եմ սիրում, ասում է կինս կոֆե դրեց։ Ոստիկանները խմեցին, այն մեկը կոֆեն խմելու շուշու դուրս ու ներս է։ Հավատում եք։ Ես չեմ հավատում, ես բավականին երկար փորձ ունեմ շփվելու եւ հա այս պահին այս քրեական գործով դեռևս հաշվի առնենք անմեղության կանխավարկածը գործը քննչականում է ինչ պետք է անեն պետք է գնային ասեն Սերգեյ ջան ցավը տանեմ կներես մեր լկտի սանձարցակության համար որ մեզ իրավունք ենք վերապահում քննիչի բերման որոշումը ձեռքներիս կան քեզ ասենք ախպերս գնա բաժին էլի քննիչը գրում է տեսնում ես Գալիս են, ասում են, ինքը հայհոյում է, հայհոյանքից հետո պետք է լինի։ Ոչ, հայհոյանքից հետո, այն ինչ որ դուք տեսնում եք, հարգելի տիկին Պետրոսյան, ասեմ իմ անձի հետ կապված անկեղծ, եթե այն հայհոյանքները, որը որ անջատված է հեռախոսը,
Բայց մենք տեսնում ենք դրանից հետո ամենավերջի վարկյանի նույնպես վիրավորական արտահայտությունը կա, եթե դա հնչեցնեին, ձեր հասցեին, ներողություն եմ խնդրում, ձեր պատեզդի տիկին Վարդուշը, դուք հաստատ տիկին Վարդուշի մազերից կբռնեք, մի հատ էլ պատին կտայք, ասեք լկտի, ես քո մակարդակ, հիմա ուզում եք 8 ոստիկանության աշխատողի, մի հատ հանցագործ, այն ամենավերջի քֆուրները տա, իրանք էլ ձեռները չծալեն բաժին տանելու, լուրջ եք ասում։ Պետք է ձեռքերը ոլորեն նոր տանեն։ Երբ որ հիմա տեսեք 2015 թվականին այսօր Իսանի դրվագն եմ այս ասում։ հայհոյանքները, այդ բռնությունները գնալով ավելանում են։ Բռնություն չի կիրառվել Տիկին Պետրոսյան։ Հիմա եթե ոչ, այո, մի հատ էլ բան ասում եմ, ես բանի տեսա որ սեղանի տակի աղբամանի մեջ աղբ չկարա լավ էլի։ Ասենք հիմա ես հարց եմ տալիս սենյակում ինքը ոնց տեսավ, եթե այսպես նստում է աշխատակիցը, աղբամանը դրած է այստեղ գտնում է հանցագործը կամ բերման ենթարկված անձը, ինքը ոնց տեսավ որ այստեղ վեդրոյի մեջը դատարկել թե մեջը բան կար, մի հատ էլ բերան, այսինքն ծեծելով բերել են միջև այնտեղ Տիկին Պետրոսյան։ Հիմա ես տվյալ անձին չեմ ճանաչում Սերգեյին, չեմ ուզում, այն ինչ որ իր մասին լսում եմ, դա ես գիտեմ, դա իմ գնահատականն է։ Ես հիմա ասում եմ այն, Արմավիրում, Երևանում, որտեղ ասես, տարածվում է նարկոտիկը, կատարվում է գողություններ, այսօր մենք ունենք դանակահարության ու մնացած ամեն ինչ։ Ցավով եմ ասում, ցավակցում եմ բոլոր այն անձանց ընտանիքների, անչափահասներին։ Հիմա եթե դուք հիշում եք, մենք այստեղ ձեր մոտից նաև քննարկել ենք Մասիսի այնտեղ գյուղում եզդի երեխու սպանության հիմա ինչ եք ուզում, որպեսզի ոստիկանությունը գնա մի հատ այն ոսկե ցլիկի նման ասի ձեր եկել ենք ձեր հորթի ոտքը խնդրելու ոստիկանությունը Տիկին Պետրոսյան դա այն համակարգն է, որին պետք է հարգել Ոստիկանությունը, այո, ոստիկանության մեջ լինում են նաև թափթփուկներ, որոնք պատահական հայտնվել են այնտեղ։ Ոստիկանության հետ կապված այստեղից ես հայտարարել եմ եւ ասել եմ, որ այո, համակարգում կա գարշահոտություն։ Կան ծեծողներ։ Կան նաև եղել են նաև ծեծողներ, բայց այս դրվագով ծեծ չի եղել։ Օրինակ Արծվիկ Մինասյանը հայտարարեց ազգային ժողովում այդ ոստիկանները, այդ ջարդող ոստիկանները հիմա արդեն ծառայում են ներկայիս իշխանությանը եւ եթե պետք է պատժեն, թող պատժեն, ինչու չեն պատժում։ Գիտեք, Արծվիկ Մինասյանը իմ ընկերն է։ Ես շատ հարգում եմ Արծվիկ Մինասյանին, այո, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որտեղ եւ տեսնում ենք, եւ ես ինքս 24 թվականի հունիսի 12-ին ոստիկանության ջարդարար ուժերի կողմից քիչ էր մնում որ կոտրված ոտքով ինձ մտել այդ իրանց այդ պատի միջով քաշեին տանեին երբ որ սրբազան պայքարներ գնում ես չեմ ասում չկան բայց եկեք ամեն ինչ գնահատենք իր տեղով, դիրքով, ժամանակով եւ խոսքի վստահությամբ ես կխնդրեմ այո խոսքի վստահությամբ հիմա տեսեք Եթե հանցագործության մասին, իրավապահի կողմից կատարված հանցագործության մասին բարձրաձայնում ենք եւ կոնկրետ մատնանշում ենք, թե որ ոստիկանը որտեղ ինչ արեց, ոնց արեց, Արմավիրում բնակվող Սերգեյ Աբրահամյան, Սերգեյ Կարոյ Աբրահամյանը, ուրեմն միանշանակ ճանաչում է բոլոր ոստիկաններին անուններով եւ մնացածով։ Հիմա տեսեք, այստեղ ինչա տեղի ունենում, ասում է, երբ որ քննիչը միացեց, քննիչին մեղադրում է, որ իրան այդ կամերայի տակ մարմինը եւ այլն քննիչը մեկ գնաց, լավ 8 հոգի ծեծին։ Տարան բաժին, բաժնում ավելացան ծեծողների թվականակը։ Դարձավ գոնե մի 15 հոգի բաժնից, որ իրան ջարդել են։ Ուրեմն տարան հիվանդանոց, հիվանդանոցին մեղադրեց, որ հիվանդանոցը նորմալ բան չի արել, ասում է իմ մոտ փայծաղ սուլիարդս 20 տարի առաջ երբ որ ինձ բանակ են տանելու, ասել են որ ուռացար, լսի ինգեր ջան։ Բժշկությունը փայծաղ ու լիարդ 100 անգամ հիմա քո մոտ բուժած կլինի, իջացած կլինի, եւ եթե քո մոտ գլուխ տեն նկարե փայծաղի ուռացությունը չէր կարող գլխիդ մեջ երևար։ Համաձայն եք թե ոչ։ Միանշանակ այո, համաձայնա նաև եւ Հելսինկյան կոմիտեի կազմը, ով եթերեր գնաց է եւ պարոն Արա Ղարագոզյանը, ամենայն հարգանքով։ Համաձայն է, որ գլխի մեջ լիարդի մեծությունը չի երևում, ոչ էլ բորբոքային process-ը։ Քննիչին մեղադրում է, որ շտապօգնություն չկանչեցին, ասել են գնատուն շտապօգնությունը կկանչես։ Եթե այդպիսի քննիչ ա եղել, որ այդպես ասել, գլուխը պատին ա տվել, բայց չի եղել։
Հիմա տեսեք, ես քնչականին մշտապես լավ գիտեք, որ վատ աշխատանքի համար ամենաառաջի պատժի ներկայացնողը քանի քննիչի վրա եմ հաղորդում ներկայացրել, քանի դատախազի վրա, դատավորի վրա 20 թվականի օգոստոսից սկսած մենք միասին պայքարել ենք ոստիկանության աշխատակիցների կողմից թմրանյութ օգտագործելու, թմրաշրջանառությանը կրիշավատանելու համար եւ շատ լավ գիտեք, Շենգավիթ, Չարբախ, Մասիս, Արաբկիրի քրեականի տղեր, բոլորին հանցկացրեցինք նավով։ Երբեք իմ ձեռքը չդողաց, որ ես ասեմ այս խմբին տարեք նարկոտիկի թեստ անցկացնելու կամ չգիտեմ ինչ անելու։ Երբեք եւ բացառություն չի լինի նաեւ հոկտեմբերյանը, եթե արածը լինի արարք։ Բայց հիմա եկեք արեք իրար լավ հասկանանք էլի։ Ինչ են դարձրել ոստիկանության աշխատողներին։ Ինչ։ Ընդհանրապես թուղթ մրոտողներ։ Ինչ պետք է անեն, որ բռնարարներ, ջարդարարներ։ Ոչ Արմավիրը։ Արմավիրը այո, ունեցել է իր եւ դրական եւ բացասական կողմերը։ Այսօր նույնպես Արմավիրը ունի իր դրական ու բացասական կողմերը, բայց այս գործով ես ուղղակի խնդրում եմ հրապարակեն պարոն Կարագոզյան այն վիդեոն, որտեղ չի երևում, չի լսվում ձայնը, հրապարակեք։ Ամբողջությամբ, առանց մոնտաժի։ Համաձայն եք, թե չէ Տիկին Պետրոսյան։ Իհարկե, եթե Կարագոզյանն էլ այդ ժամանակ ես կհավատամ այստեղ հանդիպելու մեծ սիրով, բանավեճ կկա։ Պարոն Կարագոզյան, մեծ սիրով այս գործի շրջանակներում, որպես իրավապաշտպան, որպես մասնագետ, որպես մի քիչ փորձառություն ունեցող, մեծ սիրով ձեր հետ կգնանք ցանկացած տիպի, ես մի դրվագ եմ ուզում հիշեմ, Արմավիրում կար հանցագործ, որին դատավորը դատել էր 80-ական թվականներին։ Հետո տվյալ դատավորը դարձավ փաստաբան եւ 90-ական թվերին սկսեց պաշտպանել տվյալ հանցագործին։ Արդեն փաստաբանի կարգավիճակով։ Գիտեք, կյանքում լինում են այնպիսի վիճակներ, որ չգիտես ինչպես։ Այո, եւ ես մեծ սիրով պարոն Կարագոզյանի հետ ամենայն հարգանքով կդնենք կշերքի նժարին բոլոր արարքները, նրանց հետևանքները, այո, եւ կանրադառնանք նաեւ։ Եվ կխնդրեմ նաեւ պարոն Կարագոզյանին, որպեսզի իր համաձայնությունը ես կխնդրեմ լրագրողներին, որ իր վստահորդի, իր պաշտպանյալի հետ կապված Արմավիրում եւ մնացած վայրերում լրագրողները անցկացնեն հետաքննություն եւ ժողովրդի դատին ներկայացնեն տվյալ անձի ամբողջական կյանքի պատմությունը բոլոր դատական ատյաններով ու դատվածություններով հանդերձ։ Հետո պատժենք Արմավիրի ոստիկաններին։ Գովազդային դաթարի, որից հետո մենք հեռախոսազանգերել ունենք, փորձենք լսել նաև մեր հեռուստադիտողին։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է եւ ինչպես խոստացել ենք, հեռախոսազանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին եւ փորձենք պատասխանել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեր հյուրին, եւ այսպիսի հարց չեք կարծում, որ երկրորդ նախագահի հետապնդումը վարչապետը այսպես թարմացնում է, որպեսզի իր նախընտրական քարոզարշավը անցկացնի, եւ երկրորդը, որ Նիկոլ վարչապետը պետք է սահմանադրությունը փոխի, ինքը հայտարարեց, որ դա կլինի 26 թվականին, այսինքն ինքը նախապես ասում է իր տերերին, որ ինձ սատարեք, որ ես դառնամ վարչապետ, որ սահմանադրությունը կփոխեմ։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ զանգի համար։ Շնորհակալություն հարցի համար, հարգելի հեռուստադիտող, եթե դուք լսեցիք, ես նախորոք ասեցի, որ սա նախընտրական քարոզարշավի մեկնարկ է։ Մեկնարկ երկրորդ նախագահի հետ կապված։ Հիմա կլինեն եւ երկրորդը, եւ երրորդը, եւ մնացած պաշտոնատար անձին, որոնցից առհասարակ ոչ մի արժեքավոր գույք հոգուտ պետության չի բռնագանձվի։ Մեկ եւ երկրորդը, սահմանադրությունը փոխել անթույլատրելի է։ Ինչքան էլ Նիկոլ վարչապետի աթոռին նստած է, իր տերերին ցանկանա ինչ-որ բան փոխանցել, օգնության, խնդրանքով, մուրալով օգնություն, Հայաստանի Հանրապետության թշնամի կամ ոչ բարյացակամ վերաբերմունք ունեցող երկրների ներկայացուցիչներից, ղեկավարներից, այո, դուք իրավացի եք։ Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի անթույլատրելի Հայաստանի Հանրապետությունում։ Գոնե մինչև Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հեռացումը իշխանությունից։ Հետևենք զարգացումներին, պարոն Իսայան, փաստորեն, եթե ամփոփենք մեր առաջին հատվածը, մենք խոսեցինք բռնությունների մասին ոստիկանությունում, դուք չեք երգում, լինում են նաև նման դեպքեր, պարզապես պետք է լինի օբյեկտիվ գնահատել այն իրավիճակը, որ լինում է նաև տուժողների հայտարարությունները, ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, նոր դրանց մասին հրապարակավ հանդես գալ։ Տիկին Պետրոսյան, ներողություն, ուղղակի ձեր կողմից ասվածին մի փոքր որպես լրացում, այո, ես ասում եմ, որ լինում են բռնություններ, լինում են ոչ բարյացակամ վերաբերմունքներ, լինում են դեպքեր, օրինակ ես կանդրադառնամ ընդամենը մեկ դեպքի, Երևան քաղաքում ոստիկանության աշխատակիցը օգտագործել էր իր համազգեստը եւ անհիմն սխալ վիրավորել էր պաշտոնական դիրքի չարաշահում էր իրականացրել, չնայած մի երևելի պաշտոնի էլ չէր։ Ես իրան առաջարկել եմ տվյալ ոստիկանության աշխատողին, երբ որ ինձ դիմեցին, միջամտության կարիք կար, ես իրան առաջարկել եմ, ում հետ որ ունեցել է վեճը, հանդիպել առանց համազգեստի,
առանց ոստիկանության աշխատակցի համազգեստի։ Երբ որ եկավ, ես իրան առաջարկեցի ներեգություն խնդրել։ Այստեղ ներեգություն խնդրողը քաղաքացիական անձ էր։ Համազգեստը, որ կրում է ոստիկանության աշխատակիցը, դա արժեք է, եւ այդ արժեքը չէր կարա իր կրողի հետ միասին խոնարհվել քաղաքացու առաջ։ Մենք պետք է հասկանանք գնահատել արժեքները։ Ոստիկանության աշխատակիցը ու այդ համազգեստը պետք է գնահատված լինի բնակչության կողմից եւ իրանք պետք է մնան այդ բարձունքի վրա։ Սա միանշանակ։ Մեկ զանգ է պատասխանենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո Մարիջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ ուղին։ Ես ուզում եի ասել այս Քոչարյանի ձեռքից ինչ-որ մի երկու բան են ուզում առնել մի քանի միլիոնի։ Էդի ոչ մի բան է իր համար, պստիկ մի բան է էդի։ Ավելի լուրջ գործեր կան իր վրա, մարտի 1-27, եթե այդ գործերը չկարողացան անեն, կարծում եք ես գործերը կարողանան անեն։ Քոչարյանն նման մարդկանց դեմ օրենքով չես կարող պայքարել, որովհետև մեր Հայաստանի, մեր հայրենիքի օրենքները թույլ են եւ գործողներն են թույլ։ Շնորհակալ եմ զանգի համար։ Այս կամը։ Շնորհակալություն շատ։ Նախ շնորհակալություն հարցի համար։ Այո, ես համաձայն եմ։ Այն ինչը որ փորձում են ժողովրդի աչքին թոս փչել մի երկու գույք վերցնելով, կամ ինչը վերաբերում է մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ին, դա ոչ Նիկոլը իր նախընտրական, իր 18 թվականի, իր բոլոր խոստումների հետևում չկանգնեց։ Առհասարակ ոչ մարտի 1 բացահայտվեց, ոչ հոկտեմբերի 27 եւ ոչ էլ բացահայտվելու է հարգելի Տիկին Պետրոսյան։ Ընկերը շատ ճիշտ է ասում, որովհետեւ գործող իշխանությունը չափից ավել շատ թույլ է եւ ի վիճակի չի բացահայտել կամ իրականացնել այն ամբողջ գործիքակազմի օգտագործումը, որը որ կկատարի բացահայտումներ։ Պարոն Իսահյան, քանի որ ոստիկանությունից ենք խոսում, թարմ դեպքի մասին ենք խոսենք, մայիսի 8-ին Զարուհի Փոստանջյանը հազանգ ներկայացրեց Գյումրիում հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ոստիկանական բաժանմունքում նորից բռնությունների մասին։ Նորից հերքում եղավ, ամեն դեպքում ձեր տեսակետը եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ հայտարարություն տարածեց հիմա։ Ներքին գործերի նախարարությունը, այո, մամլոխոսնակը Նարեկ ազգանունը։ Նարեկ Սարգսյանը առաջին հերքեց երեկել քրեակատարողականի ղեկավարը ազգային ժողովում այս դեպքին անդրադարձավ նշելով, որ Լիլիթ Աղեկյանի արկայի Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են արկա թե դատարանում, թե նախաքննության փուլում, սա էլ Զարուհի Փոստանջյանը հերքեց։ Մի խոսքով այս դեպքի հետ Հարգելի Տիկին Պետրոսյան, տեսեք, ես ընդհանրապես մի շատ կարճ անդրադարձ կկատարեմ, չեմ ցանկանա ավելի շատ խորանալ խոսում ենք այն մասին, ինչի մասին մենք գիտենք, տեղյակ ենք, ինչ որ տեսնում ենք մամուլի միջոցով։ Ոչ մեկս Մեր Ռուբեն Մելիքյանը իրավապաշտպան հայտարարեց, չէ, որ ոչ մեկս չեն եղել Գյումրիում եւ ականատեսը չեն եղել այն իրավիճակի, ինչ որ կատարվել է։ Ես շատ ներեգություն եմ խնդրում եւ ձեզանից եւ մեր բոլոր հեռուստադիտողներից։ Նաեւ հարգելով ոստիկանության հետ կապված անմեղության կանխավարկածը, որ նրանք կատարել են այդ արարքը, որ համբացրել են կամերաների տեսախցիկների առաջ։ Շատ ներեգություն եմ խնդրում։ Ուրեմն, եթե իրականում նման բան արվել է հարգարժան լրագրողի հանդեպ, ուրեմն ես այս պահին առանց հայհոյանք ես երբեք չեմ հնչեցնի, բայց միանշանակ կլրացնեմ Դոգի Վարդան Ղուկասյանի բացական։ Այ լրագրողը թող ուղակի նստի այդ բոլոր ոստիկանների բերանին իր նամուսով։ Իրանք էլ թող գնան տուն այդ իրանց բերաններով պաչեն իրանց կնանիքին։ Ես ասեցի այն ինչը որ ասում էի, որտեղ չգիտեմ արել են, չեմ ուզում Տիկին Փոստանջյանի հետ կապված ինչ որ բան ասել, որ գիտեք ինչ կա։ Արա տղերք, կինը բոլոր ժամանակներում նամուսները ձեր նամուսնու հասիբ է։ Եթե դուք արել եք այդ բանը, չեմ ասում արել, եթե դուք արել եք, ուրեմն համբերեք ձեր կանանց հետ Պարոն Իսահյան, կա տարբերակ ամեն դեպքում այս ամենը վերափոխելու, կա ինչ որ որոնք են այդ մեխանիզմները, թե հենց
Համակարգը պետք է դա ամեն դեպքում եւ բարոյալքում է եւ Հարգելի Տիկին Պետրոսյան, եթե ես ճիշտ եմ ինչպես պետք է դրանք հասնել։ Եթե ես ճիշտ եմ կարդացել մամուլում, Կարեն Գևորգյան, չէ՞, ոստիկանության այդ տվյալ բաժանմունքի աշխատակիցն էր, թե պետն էր, թե ով էր, ուրեմն ինքը ընդամենը դրանով ցանկացել է վրեժ լուծել լրագրողից անձնական բնույթի։ Ուրեմն եթե դա ճիշտ է, մենք այսօր ունենք Գյումրիում եթե Շիրակի տարածաշրջանի որ մի բաժանմունքում անկեղծ ասած չի հետաքրքր է։ Եթե դա ճիշտ է, որ նա անձնական թշնամանքից ելնելով է վրեժ լուծել, ուրեմն ինք ունի իրան ենթակա շների ոհմակ, որոնք կրում են համազգեստ, որոնք կպել են հայ կնոջ նամուսին, որովհետև իրանց բանի նաչալնիկի կամքն են կատարել։ Իսկ եթե դա այդպես չէ, ես այս պահին չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, սակայն այո, պատահական սկզբունքով շատերը գնացին պաշտոնների, պատահականության սկզբունքով, եւ դա բնական պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում։ Այո, հիմա դե եկեք թող ինչ որ մեկը ասի, որ Հոկտեմբերյանի, նորից գալիս ենք Մեծամորի, Բաղրամյանի, Էջմիածնի բաժիններում ինչ որ կնոջ անկախ նրանից թե ով է այդ կինը ինչ որ նամուսուտ հասիբի են կպե։ Բայց ասեմ եկեք մեր մոտ պրակտիկայի։ Լավ, քանի որ ժամանակը մեր մոտենում է ավարտին, այդ դեպքում նոր-նորքի վարչական շրջանի ղեկավարի ու գործողությունների մասին ինչ կարող եք ասել։ Նոր-նորքի վարչական ղեկավարի հետ կապված պետք է պարտադիր կերպով հարուցվեր քրեական վարույթ, նրան ներգրավեին որպես մեղադրյալ եւ ոչ թե միայն նրան, այլ իր թիմակիցներին, ովքեր կատարել էին եւ չբավարարվեին ընդամենը բանում ավականու այդ նիստերի ժամանակ ասել ներողություն եմ խնդրում, ես գիտեք ինչ արեցիր։ Դու ինչ արեցիր, մարդիկ քեզ արձագանքեցին, մարդիկ ասեցին, դա ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ Ոչ, դա բավականին լուրջ հանցագործություն է, որը կատարվել է առաջին անգամ։ Իսկ պաշտոնավարման կասեցման կարիք չի եղել, քանի որ դա անձի դատավարական պատշաճ վարկագիծն ապահովելու համար բավարար չէր։ Գիտեք, այս պայն չեմ ուզի բանավիճել ուղակի քննչականի պետի հետ, որ այստեղ չի։ Այդ դեպքում ժողովուրդը, երբ որ ձեր հանդեպ ունեն անվստահության այս ձևի խոսքերի տարապ, շատ ճիշտ անում։ Ես ժողովրդի կողմնակիցն եմ, տեսեք, Արմավիրում ես Հոկտեմբերյանի բաժնի կողմնակիցն էի, այստեղ ես մեր շատ հարգելի դուժողի կողմնակիցն եմ եւ ոչ քննչականի պետի եւ ոչ էլ բանի քաղաքապետի ու մնացածի եւ ոչ էլ ներողություն խնդրողի արարքից հետո ինքը պետք է ուղակի նավակ ճոճողի նման արժանապատվորեն դներ մանդատ ասեր գիտեք ինչ կա ես ինձ պահել եմ անարժանապատիվ ինչու ասում է տղավարի են պահել բոլորներ իր տղավարի դե բոլորն են Անին Խաչատրյանը այդ դեպքում եթե այդ ձև ասենք նախ դարձյալ անդրադառնամ Արմավիրում ոչ մի բան չեն արել անձին չեն ծեծել խոսքես Արաղ Արագոզյանի կողմից հրապարակված նյութին վերաբերվում բայց եթե վերցնենք որ այստեղ մի դրվագում ինքը իրան պահել է արժանապատիվ մի խումբ անձանցով մարմնական վնասվածք են պատճառել մեր շատ հարգելի բլոգերին այս դեպքում Արմավիրը իրանց տուն ու տեղը քֆուր տվողին լավ են արել ծեծել են եթե ծեծել են Սա ձեզ պատասխան քնչականի ես բռնության կարոտ ոչ ես բռնության ես զուգահեռներ եմ տան Տիկին Պետրոսյան բռնության քարոզը ուրիշ բան է զուգահեռ տանել ուրիշ բան է մի դեպքում դուք ասում եք ես չեմ խրախուսում դուք ասում եք որ այնտեղ ասում են լավ եմ արել եմ արժանապատիվ եմ գործել հիմա եթե իր հետ խոսողը իր մեր կնիկ երեխա տապ չի քֆուր տվել եթե ինքը իր կատարած ասում է լավ եմ արել ինձ վիրավորեց տղավարի ինձ պահեցի բա 8 ոստիկանի մեր ու կնիկ քֆուր տան ասեն մի հատ էլ էս կողմա ապտակի ոչ
Ես բռնության քարոզ չեմ անում, ես զուգահեռ եմ տանում, որպեսզի ավելի Լուծումը մատչելի որն է լինի, այս ավելի ամենի մարսողական խուսափելու լինի։ համար? Որն է լուծումը? Վերանայել համակարգը, վերանայել օրենքները, վերանայել նշանակված կադրերին, այո, միանշանակ։ Հիմա տեսեք, ես եթե այս ձևի հետ հայացք եմ գցում, իսկ ես հասցրել եմ եւ լինել հոկտեմբերի, եւ լինել պիոներ, եւ Կոմերիտական։ չհասցրեցինք, բայց ամեն դեպքում հիմա տեսեք, եթե մենք հետ հայացք են գցում սովետական շկոլային, կադրերը ունենում էին բավականին լուրջ պատկառելի տարիք, անցած ուղի, նոր հետո նշանակվում էին վարչական ղեկավարներ։ Այսօր ընդամենը քայլելու ժամանակ բանին Նիկոլին Միշիշ ջուր տալու համար չեն նշանակվում վարչական շրջանի ղեկավար կամ ինչ-որ մեկի ճակատի քրտինքը մաքրելու համար չեն դառնում վարչական ղեկավարի տեղակալ։ Սա ամոթ է, սա խայտառակություն է եւ դրա համար էլ այսօր խոսքը գնում է սահմանադրությունը փոփոխելու եւ թշնամի պետություններին բան մատուցելու, ծառայություն մատուցելուն։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Իսայան, հարցերը շատ են, ժամանակը մեր պարզապես քիչ է, այսօր այսքանով սահմանափակվենք, կարծում եմ առիթ կունենանք նորից հանդիպելու եւ տրցակով այդ ձեր գործերը դուք նորից կբերեք այստեղ, կխոսենք, որտեղ կա խնդիր, որտեղ կա արդարություն։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։